Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է, շաբաթը լարված էր, էմոցիաներով հարուստ և ավելի շատ մեր ուշադրությունը սևեռված էր դեպի Բաքու, Բաքվում ընթացող այդ դատավարությունը, այդ կեղծ շինծու դատավարությունը, որտեղ իրականում, ինչպես Ռուբեն Վարդանյանն է ասում, ոչ թե 15 հոգու են դատում, այլ ամբողջ հայ ժողովրդին և Հայաստանը։ Այս օրերին Հայաստանից բավականին Հայաստանում բազմաթիվ ակցիաներ եղան, Հայաստանից տարբեր մարդիկ փորձեցին իրենց աջակցությունը, սատարումը հայտնել Բաքվում դատվող մեր հայրենակիցներին, փորձեցին նաև նույնիսկ դիմել ծայրահեղ միջոցների, ասենք 90-ականներին մենք շատ ենք ունեցել հացադուլի դեպքեր, բայց վերջին տարիներին կարծես թե նման դեպքեր քիչ ունեինք, հիմա նորից արդեն մարդիկ դիմում են այդպիսի ծայրահեղ մեթոդի, որպեսզի կարողանան իրենց ձայնը լսելի դարձնել միջազգային հանրությանը կամ թեկուզ Բաքվի բռնապետին։ Ազատության հրապարակում մեր հայրենակիցները 3 հոգի Մանեթ Անդիլյանի գլխավորությամբ հացադուլ են հայտարարել, արդեն քանի օր է շարունակվում է հացադուլը, ի սատարումը Ռուբեն Վարդանյանի հացադուլի եւ որպես բողոքի ակցիա եւ որպես կոչ ուղղված Ռուբեն Վարդանյանին, որպեսզի նա դադարեցնի այդ հացադուլը, սակայն այս օրերին նաև մենք լսեցինք Ռուբեն Վարդանյանի ուղերձը, տեսաուղերձը, որը ուղղեց ինքը հայ ժողովրդին եւ այդ ուղերձից ակնհայտ էր, որ մարդը հրաժեշտի խոսք է ասում։ Տարբեր լուրեր կան, նաև տեղեկատվություն ենք ստանում հարազատներից, որ նա հրաժարվում է դադարեցնել հացադուլը եւ հայտարարել է, որ պատրաստվում է մինչեւ վերջ հացադուլ անել, այսինքն մարդը իր մահվան դատավճիռ ներկայացրել եւ փորձում է դրանով ինչ որ բան փոխել ի վերջո։ Որն է մեր անելիքը եւ ինչ կարող ենք անել մենք, բացի այս այտենց արցունք թափելը, բացի հուզումնառատ խոսքեր ասելը, ինչպես կարող ենք փոխել իրավիճակը միջազգային հանրության միջոցով կամ չգիտեմ, մեր իշխանություններին դիմելով։ Ես ճիշտն ասած այս օրերին ինքս բավականին անզորության զգացում ունեմ, որը քանի որ իմ անելիքը չգիտեմ որն է, բացի նրանից, որ գրում ենք, խոսում ենք եւ ընդվզում ենք, բայց որևէ քայլ անելու կարծես ունակ չենք այս օրերին։ Շատ բարի, ինչպես նշեցիր, այո, այս օրերին համակ ուշադրությամբ Բաքվի դատավարությանն ենք մենք հետևում եւ զուգահեռաբար նաեւ Ռուբեն Վարդանյանի թիմակիցներ, հարազատներ, գաղափարական ընկերներ այստեղ են հացադուլ իրականացնում, ասեմ ձեզ, որ հացադուլը քաղաքական պայքարի ամենածայրահեղ միջոցներից մեկն է։ Նախկինում այո, հացադուլը կարողացել էր մարդկանց ավելի մեծ ուշադրություն գրավել, ինչու՞ չէ այդ միջազգային հանրություն կոչվածի դեպքում ես հիշում եմ Ղարաբաղյան շարժման առաջին տարիներին հայտնի մտավորականներ հացադուլն էին ընտրում որպես ծայրահեղ միջոց, բայց այն ժամանակ իրավիճակն ուրիշ էր։ Հիմա միջազգային հանրություն կոչված ինքը մեծ բջակ է։ Այդ միջազգային հանրությունը այսօր իրականում գոյություն չունի։ Եվ եթե մենք հույսը դրել ենք, որ միջազգային հանրության ուշադրությունը պետք է դրանով գրավենք, որը ճնշի Ադրբեջանի վրա, մոռանանք այդ մասին։ Ուրիշ հետո միջազգային հանրությունը այնքան զբաղված է իր խնդիրներով, իր տարբեր քննջուկների մեջ, տարբեր հարցեր է լուծում։ Բնականաբար, հետևաբար այդ միջազգային հանրության այդքան ուշադրությունը չի, ինչքան որպես այդ ծայրահեղ քայլը կոչեր Ռուբեն Վարդանյանին, որովհետև ինչպես նշեցիր, գուցե հուսահատ կամ հրաժեշտի կոչ էր, բայց ամեն դեպքում որպես հայ մարդ, հայրենասեր մարդ ես էլ եմ խնդրում, եթե խնդրանքը ստեղ կհասնի, դադարեցնել հացադուլը, որովհետև թեկուզ բանտում, թեկուզ այդ անմարդկային պայմաններում, բայց առողջ մարդն է, որ պետք է պայքարի, հա, ինչքան դիհուծվում ես ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես, այնքան բնականաբար քո պայքարի հնարավորությունները էականորեն փոքրանում են։ Հետևաբար մեզ պետք են կամքով ուժեղ առողջ, իհարկե շատ ծանր է պայմանները, Աստված չանի, նույնիսկ թշնամուտ չես ցանկանում, հա, բայց այս օրերին ուշադրությունը գրավեց ուրիշ հանգամանք, որ միջազգային փաստաբանի շուրթերով պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունը առաջին հասցեատերը պետք է լիներ իր քաղաքացիների, իր հայրենակիցների, այրանք կապվածների քայլառություն, ոչ մի բան չեն ձեռնարկել, աբսոլյուտն ոչ մի բան չեն ձեռնարկել այդ միջազգային հարթակներում այս հարցը բարձրացնելու։ Իսկ պետության ձայնը միշտ ավելի բարձր է, ավելի լսելի է։ Միջազգային հարաբերությունների սուբյեկտ անհատը չէ, միջազգային հարաբերությունների սուբյեկտ պետությունն է։ Բայց հաշվի առնելով, որ Բաքվի դատավարությունը դա մարդու իրավունքների
տագույն խախտում էր եւ պետությունը դա կարող էր ծառայեցնել միջազգային հարթակներում հենց Ադրբեջանի դեմ իրավական գործընթաց սկսելու, այն էլ պարզվեց, որ Ադրբեջանի հաջորդ նախապայմանը նույնպես սրանք պատրաստվում են իրականացնելու եւ արդեն միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ հրաժարականը նույնպես տեղի տվեց խոսելով, որ սրանք այդ միջազգային հարցերից ուզում եմ մեզ լսողների ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ այս օրերին տարբեր պաշտոնյաների, այդ թվում Նիկոլ Փաշինյանին, ազգային ժողովի նախագահին հարցեր հնչեցին, թե ինչ է կանում գերիների համար, ինչպես է դրսևորվում ձեր աջակցությունը, ձեր քայլերը, բանակցություններում որտեղ եք այդ հարցերը բարձրացնում եւ ինչ են ասում։ Մի կողմից ասում են, որ մենք մինչեւ հիմա չէինք խոսում, որպեսզի վնաս չտայինք, այսինքն մարդիկ բանտում են, խոշտանգվում են 1.5 տարի, այո, 1.5 տարի խոշտանգում են, իրենք լռում են, որ վնաս չտան, իսկ ինչին պետք է վնաս տային, չես հասկանում։ Եվ երկրորդ, որ ավելի ցնցող միտք է, ասում է, դե գերիներին որպես կանոն փոխանակում են այլ գերիների հետ, բայց մենք հիմա մեզ մոտ գերիներ չունենք։ Բայց եթե դուք հիշում եք, տարիներ շարունակ սրանք իրենց ունեցած գերիներին առանց որևէ համարժեքության փոխանակել են։ Վերջին անգամ օրինակ հանձնեցին սահմանահանցած օրինախախտների, հայտարարեցին, որ դա բարի կամքի դրսևորում է մեր կողմից։ Մենք դա անում ենք, որպեսզի դիմացինը գնահատի մեր բարի կամքը։ Իսկ ինչու դիմացինը մի բարի կամք չի դրսևորում այս պարագայում եւ մեր պետության, մեր երկրորդ պետության ղեկավարներին այսի ստորացուցիչ, նվաստացուցիչ պայմաններում է պահում։ Համաշխարհային պրակտիկայում եղել են դեպքեր, այո, եթե քեզ համար շատ կարևոր ռազմաքաղաքական գործիչներ են, գեներալներ են, բարձրաստիճան կամ զուտ զինվոր է, որը հակառակորդի ճամբարում է, դրա փոխարեն մյուս կողմը իրականացրել է հատուկ գործողություններ, ձեռք է բերել է լիգերներ, որոնք փոխանակվել են։ Արաբա-իսրայելականում մենք տեսանք, չէ՞, ասենք 4 հրեա զինվորը կարող է փոխանակվել մի քանի 100 պաղեստինցու հետ, կապ չունի։ Կարևորը թե պետությունը ինչպես է վերաբերվում իր զինվորին, իր քաղաքացու նկատմամբ, եւ հանուն մեկ քաղաքացու ինքը պատրաստ է իր պետական ողջ ռեսուրսը դնելու, բայց սրանք ջայլամի նման գլուխները դրած, իսկ քանի որ մարդը իրենց համար արժեք չունի, այն էլ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ռուբեն Վարդանյանն, որին իրենց համար դիտարկում է որպես քաղաքական հակառակորդ, որը իրենց գահին էր հավակնում, ավելի լավ է պարզել, չէ՞, Բաքվի բանտերում շարունակում են հարցեր տալ, ով է ուղարկել Ռուբեն Երկրորդին, ասենք միացնցող հայտարարություն էլ եղավ, որտեղ այդ Լիբարսասիչյան պաշտոնյաններից մեկն ասում էր, եթե գերիեմ եւ ինքը ավելի լավ է ինքնաթիռը խփեն, հա, տեսեք, այս մոտեցումը սա նույնպես խայտարակություն է, որովհետեւ երբ որ դու չես պայքարում քո քաղաքացու համար ու դու առնվազն այդ իրավատերը չես, դու նույնպես երկրի անունից հանդես գալու իրավունքից ես ըստեյության։ Եվ տես աբսուրդը հասել են այն աստիճանի, որ երբ որ նախկին արտգործնախարարը Վարդան Օսկանյանը կոչ է անում, ասում է. «Դադարեցրեք ցանկացած բանակցություն եւ բանակցությունների սեղանին դրեք գերիներին անհապաղ ազատ արձակելու հարցը»։ Արարատ Միրզոյանի նման կներեք արտահայտության համար կիսագրագետը հայտարարում է, ասում է, ես զարմանում եմ այս մարդու սթափության աստիճանին եւ նա ինչպես է ասում է ժամանակին արտգործնախարար աշխատել այս խելքով, այս մտածողությամբ։ Լավ ենք հիշում Վարդան Օսկանյանի տեսանք, այո, Վարդան Օսկանյանին տեսել ենք, որովհետեւ տեսեք, այս մարդիկ իրանք իրականում անարժան կերպով դարձել են պետության ղեկավարներ, Արարատ Միրզոյանի մի հատ դիվանագիտական կենսագրությունը նայեք, տեսեք, կրթությունը նայեք, տեսեք եւ Վարդան Օսկանյանին նայեք, չէ՞, դրա համար այո, սրանք քաղաքական պոպուլիզմին բնորոշ, լիբերալ գլոբալիստական աշխարհակարգին բնորոշ, իսկ սրանք դրա մանգլավիկներն են, ճուտիկներն են, որոնց համար ոչ մի հեղինակություն գոյություն չունի։ 18-ից ի վեր ամենամեծ հարվածը սրանք խփել են ինչին, հայ ժողովրդի հեղինակություններին։ Հեղինակություն գիտության ոլորտում, սրանց համար գոյություն չունի, ֆուտբոլի ոլորտում, չէ, Հենրիկ Մխիթարյանի նման աշխարհահռչակ հային ինչպես սարքեցին, չէ, սովորական դաժե իջեցրեցին նշաձողը, արհամարեցին, ծնողի նկատմամբ ոտնձգություն կատարեցին, սրանք դրա ծնունդն են, հասկանում եք, հետեւաբար իրենք ամեն կերպ պետք է անեն, որ իրենցից այն կոմ բան չկա, իրենք ինչ անում են միակ ճշմարիտն են, բայց իրականում ոչինչ չեն անում։
իրականում ոչինչ չկա։ Եվ իրենց այդ ոչ կոմպետենտության, ոչ Ուժում պրոֆեսիոնալության ենք պատճառով, բոլորս։ այո, երկիրն է դժում։ Մենք հայտնվել ենք այսպիսի վիճակում, երբ որ անելանելի մի հատ Կարծում եմ, որ այդ իրավիճակ է։ գիտակցումը նորանոր գնալով նորանոր, այսինքն հասարակության մեջ արդեն կա կոնսենսուս։ Դեռ լռելային կոնսենսուս է, որ սրանք պետք է գնան, սրանք արդեն իզորու չեն որից է կենսական խնդիր լուծելու։ Սրանք ինչքան քաղաքականություն են իրականացնում, ինչքան որոշումներ են կայացնում բոլորիս անունից, այնքան ավելի վատ վիճակում ենք մենք հայտնվում։ Պետությանը։ Խոսեցինք ոչ պրոֆեսիոնալիզմից, կադրերից, պատրաստվածությունից եւ պետք չենք կարող չարձանագրել, որ այս շաբաթվա ընթացքում այս իշխանության մեջ եղած քիչ թե շատ կոմպետենտ պաշտոնյաներից մեկը հեռացավ, հրաժարականի դիմում տվեց, խոսքը միջազգային իրավական ատյաններում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մասին է, որի պաշտոնանկության մասին խոսակցությունները դեռ 1 տարի առաջ էին գնում, մենք էլ ենք գրել այդ մասին, որ ժամանակին, երբ որ առաջին անգամ խոսվեց, որ միջազգային ատյաններից հայցերը Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է հետ կանչեն, Եղիշե Կիրակոսյանը որպես բողոքի նշան, ընդվզումի նշան, հակառակվել է դրան, որ չի կարելի այդպիսի բան անել։ Ընդ որում, գիտես, հետաքրքիրը որն է, ուզում են հետ կանչել ոչ միայն պետության անունից ներկայացված հայցերը, այլ նաեւ տուժողների անունից ներկայացված հայցերը, որոնք անհատ անձիկ են եւ իրավունք չունեն, այո, իրավունք չունեն նման բան անել։ Միգուցե որպես Այո, իշխանություն։ եւ ես ոնց հասկանում եմ, անցած ամառ այս հարցը սրվեց, Եղիշե Կիրակոսյանը ինչ որ ձևով փորձեց տեղ հասցնել իր խոսքը, բայց քանի որ չեկան համաձայնության, որոշեցին, որ հետաձգեն աղմուկը մի փոքր դադարի, ինչ որ մի ժամանակ անցնի եւ նոր ինքը հրաժարական տա։ Հիմա այս օրերին նա հրաժարական տվեց, իր գրասենյակի մի շարք աշխատակիցներ եւս հրաժարական տվեցին եւ կարծես թե այս ոլորտը նորից բաց է մնում։ Հիմա երբ որ դու նայում ենք, տեսնում ենք, թե ասենք բարձրագույն դատական խորհրդում ունեն 3 թափուր տեղ, դատարաններում ունեն թափուր տեղեր, բոլոր հնարավոր կառույցներում, տնտեսական մրցակցության հանձնաժողով չեն կարողանում համալրել, տարբեր նախարարություններում փոխնախարարների եւ այլ պաշտոններ չեն կարողանում համալրել։ Հիմա այս նոր ազատվող թափուր պաշտոնները պարզ է որ զբաղեցնելու են հերթական ԿՊԱ-ականները, որոնք շատ հեռու են, այո, այդ ոլորտից։ Չնայած Եղիշե Կիրակոսյանի դեպքում ենթադրում եմ, որ առնվազն գոնե ինչ որ փոխարինող գտել են, սահմանադրական դատարանում մեկն ունեին, որը որպես ՍԴ դատավոր շատ անհաջող եւ որից է բանով աչքի չենկավ, դրան երևի այսպես ասած պերեբրոսկային անում արդեն միջազգային իրավական հարցերով, որը կարողանա իրենց թելը թելել ինչպես իրենք են ցանկանում, հա։ Այդ գիծը մենք տեսնում ենք, այո, ոչ մի լուրջ մասնագետ, ոչ մի լուրջ հայ մարդ սրանց հետ չի պատրաստվում աշխատել, քանի որ բացի պրոֆեսիոնալիզմից շատ կարևոր է մարդկային որակը տեսակ, հա։ Այս տեսակի մեջ այդ ողմակային մտածելակերպի մարդկանց հետ աշխատելը իսկապես անհարիր է մտածող մարդին, անհարիր է մարդուն, ով ունի ինքնագնահատական, ով ունի ինքնասիրություն, որովհետև սրանց հետ աշխատելու չափորոշիչները իրանք լրիվ ուրիշ են։ Անվերապահ հավատարմությունը, զոմբիական ենթարկվածությունը կենտրոնից եկող հրահանգներին, կամակատարությունը, իսկ շատ ոլորտներ իրենք բացառապես պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով պետք է լինեն, չէ՞։ Այդպիսի ոլորտներում իրենք կարող են անմիջական ազդեցություն ունենալ, որը ոչ իրավունքի հետ կապ ունի, ոչ դիվանագիտության, ոչ արտաքին քաղաքական, ոչ իրավական հարցերի, որը իսկապես մարդուն, այսինքն արժեզրկում են նաև որպես պրոֆեսիոնալ։ Ու շատերը, ովքեր ձեռք սեղմեցին Նիկոլ Փաշինյանի հետ, շատ արագորեն իրանք եւ հեղինակազրկվեցին եւ ի վերջո դուրս եկան, հա, եւ մեր աչքի առաջ տեղի ունենում պետական ինստիտուտների ոչնչացում, յուրաքանչյուր ինստիտուտ ամեն օր, այո, մեր աչքի առջև մեր պետությունը։ Այս շաբաթ օրինակ գիտես, չէ, որ պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյանի հեծանվի ուսուցիչը։ Այո, կրթության նախարարի խորհրդական են նշանակել, երկրում դիվանագետ լինել եւ ամենակարևոր աշխարհազորների դիվանագիտական Հայաստանը ներկայացնել, ինչու ուսուցիչը։ Գիտեք ինչ, իրենց համար, այսինքն այսօր ԿՊ-ի հետ համագործակցությունը այն աստիճանի մարդկանց վարկաբեկող է, որ իրանք ուղղակի խնդալոց մեռնում են, եթե մեկը փորձում է իրանց հետ համագործակցել կամ իրենց առաջարկը ընդունել, հա, ուղղակի խելագարի նման։ Ես գիտեմ Գյումրիում էլ այդպիսի դեպքեր, այս ընտրությունների հետ կապված այն ամենահասարակ, որ ուրիշ կյանքում հնարավորություն չունեն ինչ-որ պաշտոն զբաղեցնել, այդ առաջարկը արվել է, գնացել են այդ շորի շուկայից նիսյայով կոստյում շալվար բան են ընդունել, առել, սպիտակ վերնաշապիկ էին առել, որ տեղափոխվեն
արդեն քաղաքապետարան աշխատանքի, ասում են, որ դրա փողերը չեն տվել, քաղաքապետարանից աշխատավարձ չեն ստացել եւ այդպեսի խայտարակ վիճակում սպասում են մարտի 30-ին, տեսեք թե ուր են։ Եվ նույն սկզբունքով էլ երևի ավականու ցուցակն են, չէ՞, կազմել։ Մենք իմացանք, որ 99 հոգանոց ցուցակ են կազմել 33 ցուցակի կազմական սկզբունքը ինձ համար ունի բացատրություն, դրանով իսկ ուզում եմ ցույց տալ, որ տեսեք ԿՊ-ն ինչքան մեծ համակիրների շարք ունի, որը 99 հոգի դապ, այսպես ասած, առավելագույն ցուցակն է, որը թույլատրվում է օրենքով ներկայացնելու, հələ կասեն մի 100 հոգի էլ հերթեր սպասում տեղ չունեցավ, բայց տեսնում ենք մոր մանոկով կա ԿՊ-ական ընտանիքներ իրենց բանը կառավարության անդամների սկսած բոլորին դասրել են ցուցակ, ողջ արտաքին քաղաքականություն իմացեք, այս մեկ ամիս արտաքին քաղաքականություն Հայաստանը չի ունենալու, այս միջև մարտի 30-ը ողջ պետական բյուջեն դրվելու է Գյումրի ընտրություններին, որովհետև իրենք լավ են գիտակցում եւ կարծում են, որ հակառակ կողմն էլ պետք է լավ գիտակցի այս ընտրությունների գինը, թե ինչ է դրված սեղանին եւ ճիշտ կազմակերպման դեպքում իսկապես ինչպես մենք ձեզ հետ միասին շատ ենք խոսել, Գյումրին կարող է լինել այն լակմուսի թուղթը, որը շատ արագորեն մեր ժողովրդին կձերբազատի այս շարիքից։ Տես, փաստորեն մենք արձանագրում ենք ամեն օր այս իշխանության հեղինակության, իմիջի, ռեյտինգի անկում։ Ամեն օր արձանագրում ենք նոր խայտառակ սխալներ, վրիպումներ, թերացումներ, որոնք մարդիկ տեսնում են իրականում։ Դժգոհությունը շատ մեծ է եւ աճում է ծնագնդի էֆեկտով։ Բայց մյուս կողմից չի բարձրանում ընդդիմության վարկանիշը, հեղինակությունը եւ ընդդիմադիր դաշտը դրա օգտին չի շահում դրանից։ Հիմա եթե նույնիսկ ասենք այս օրերին լինի ընտրություն եւ դաշտում եղած քաղաքական ուժերի միջև մարդը փորձի ընտրություն կատարել, ես վստահ չեմ, որ ընդդիմադիր ուժերից որևէ մեկը կարողանալու է հաղթել խաղ պայմանագրին, որտեղ խաղ պայմանագիրը ի վերջո ունի ադմինիստրատիվ կառավարական ռեսուրս, որը միշտ կիրառելու է ընտրություններում։ Եվ այս վիճակին կարծում եմ, որ շատ մեծապես նպաստում է ներընդդիմադիր շրջանակներում ընթացող այդ պայքարը, վեճ ասեմ, բանավեճ ասեմ, գզվռտոց ասեմ, չգիտեմ ոնց որակում տամ, որովհետև անդադ փորձում եմ խուսափել մտնել այդ ընդդիմադիր պայքարից։ Դա մեր աչքի առջև է այդ իրողությունը տեղ ունենում, պետք է փոքր դրական էլ նայել։ Ի վերջո ընդդիմության ճամբարում էլ պետք է ջրերը զուլալվեն։ Ի վերջո բայց զուլալվում է թե ավելի են պղտորվում։ Ինչքան ուզում պղտորվեն, ինչքան ուզում պղտորվեն, ի վերջո այդ հրապարակային բանավեճերում ճշմարտությունը ջրի երես է ելնելու։ Օր-օրի բացահայտվում են դրվագներ։ Հիմա դրված է սեղանին հարցը ով է բերել Նիկոլ Փաշինյանին։ Ահա վերադարձել են 2018 թվական, դրանից առաջ եղած իրադարձություններ։ Ինձ համար դա ոչ մի նշանակություն չունի, խնդիրը ուրիշ է, չէ՞, ինչպես ենք ձերբազատվել։ Այո, ձերբազատման դեպքում իհարկե փողոցային պայքարում բազմաթիվ փորձեր եղան, էլի դրանք չհաջողվեցին, ինչպես մենք ֆիքսում ենք, բայց նորից եմ ասում, հուսահատվել պետք չի, պետք է անընդհատ շարունակել, վստահ եմ, որ ինչու եմ ասում, երբ որ ընդդիմության ճամբարում այդ գզվռտոց կոչված ի վերջո հանգեցնին, որովհետև դա էլ է մրցակցային դաշտ է, չէ՞, մրցակցության մեջ է բայց մրցակցում են իրար հետ, ոչ թե իշխանության հետ։ Ի վերջո հավերժո չեն կարողանալու, չէ՞, մրցակցային, ի վերջո մեկի ռեսուրսները տեղի է տալու եւ այդ տեղը է նշмарվելու, չէ՞, ով է այդ առաջնորդը կամ ով է ընդդիմության առաջնորդի թիկնոցի իր վրա վերցը։ 21 թվականին մենք ունեցանք, չէ՞, փաստացի երկրորդ նախագահի ռեսուրսները, թիմը կարողացավ հիմնական ընդդիմադիր ձայները մոբիլիզացնել եւ դիտարկվել որպես հականիկոլական հիմնական ընդդիմադիր, բայց 4 տարվա ընթացքում 21-ից հետո մենք տեսանք, որ այդ դերակատարումը փաստացի կամ հաջողությամբ, ավելի շատ անհաջողությամբ իրականացվում, հետեւաբար ստայե нужен новый вожак։ Բայց նովի վարժակը չի երևում ասպարեզում ցավոք սրտի։ Այո, ինքը դրածո չպետք է լինի, հա, շատերը մտածում են, որ հեսա փողոցային պայքարում ենթադրենք սրբազան շարժ։ Սրբազան իր հեղինակությամբ իր խարիզմայով ժողովրդին ոտքի կհարնի, մեկին է սպիտակ ձեռնոցներով կբերեն, մի 5 մետր կքայլացնեն ու կասեն, ահա նոր առաջնորդ։
շաբաթը, չի լինում այդպես, հարգելիներս, ընդդիմադիր սիրելի գործընկերներ, ընդդիմության առաջնորդի կարգավիճակի համար այսօր այո, գուցե ավելի կատաղի պայքար պետք է մղել, գուցե ապացուցել, որ հենց մենք ենք, ես եմ օրինակ այն ուժեղ մարդը, այն ուժեղ տղան, որը կարող է դիմակայել։ Եթե ես չեմ, ուրեմն կոլեգիալ բանականությամբ եկեք փորձենք, բայց հայերիս մոտ ցավոք սրտի կոլեգիալության սկզբունքը, հավաքականության սկզբունքը տեսականորեն գիտակցում ենք, չէ, որ միայն միաբանության մեջ կա մեծփրկություն, բայց ռեալ քաղաքականության մեջ հողի վրա։ Բայց գիտես, հիմա նաև մեղադրանքներ են հնչում տարբեր կողմերից, որ այդ կզվրտոցը ներընդդիմադիր այդ շրջանակների, ավելի պարզ ասենք երկրորդ նախագահի եւ երրորդ նախագահի կողմնակիցների միջև ընթանում է ընդդիմադիրի այո լիդերի համար, բայց դրա համար ազդակներ ստացվել են Ռուսաստանից։ Ռուսաստանն ասել է, որոշեք ձեր մեջ ով է, որն է առաջատար ընդդիմադիր ուժը, որի վրա ես կարողանամ հենվել եւ որին կարողանամ ես աջակցել։ Եթե ռուսներից է իմպուլսը, ուրեմն նշանակում է ռուս ստրատեգներն են սխալ հաշվար կանում, որովհետեւ այսպես ասած մեկի հետ կամ մեկի վրա այս ստավկա դնելը, օրինակ սովորեք ամերիկացիներից։ Ամերիկացիները ինչպես է Հայաստանում եւ իշխանության, եւ ընդդիմադիր տարբեր թևերի, եւ հասարակական սեկտորի, այսպես կոչված քաղաքացիական հասարակության հետ բազմա վեկտոր քաղաքականություն են վարել, հարաբերությունները ստեղծել են եւ իրենք կարողացել են ըստ այդմ որոշակիորեն ինչա նշանակում կռվեք տեսնեք ով է ձեզնից ուժեղը ես նա այդպես եթե այդպես են մտածում շատ սխալ հաշվարկ են անում չեմ կարծում որ այնտեղ միամիտ մարդիկ են նստած հա այսեղ սա եկեք անznային խնդիրները երկրորդական չհամարենք թվում է թե քաղաքականության մեջ շատերը կառաջնորդվեն քաղաքական շահերով գեոպոլիտիկայով բայց այն լիչնայ неприязнь, ինչպես մեր ֆրունզիկն ասում, ինքը երբեմն քաղաքականության մեջ ավելի կարևոր է լինում, էլի։ Այս դեպքում գուցե դա է դա, որպես բայց ամեն դեպքում գիտես շարքային ընտրողի, շարքային քաղաքացու աչքերով, երբ որ ընդդիմադիր թևերը իրար խփում են, մարդու համար դրա դա տհաճ է, ինքը օտարվում է ընդդիմությունից, տրամադրվում է ընդդիմության դեմ, այո։ Դրա համար իրենք այդ գզվրտոցը մի վտանգավոր միտում ունի, որ մարդիկ ուղղակի ինքան օտարվեն այդ գաղթականից սուպը վերցնեն երկրից գնան կամ տանը փակվեն իրենց ընտանիքներում փակվեն ինչ-որ մի հատ զբաղմունք որտեղ գրեն գտնեն իրենց համար ու դրանով տարվեն ընդհանրապես դերքերը թափտան ես կատեգորիկ դեմ եմ դրան սիրելիներս այո կա խնդիր բայց այդ խնդիրի նույնիսկ լուծման համար տեսեք օրինակ վերցնենք ընտրապայքարները չէ եւ Փարաքարում եւ Գյումրիում բավականաչափ մրցակցային է հասկացանք ընդդիմադիր միասնական ճակատ չկա բայց կան այնքան ընդդիմադիրներ որոնք լայն ընտրություն կա այո եթե խնդիր ենք դրել խնդիր համար առաջ իշխանությունը չվերարտադրվի դրա համար նախ մենք մեր զայներով հələ մոբիլիզացվենք այս կամ այն ընդդիմադիր ճամբարներում եւ երկրորդ երբ որ գա արդեն միասնական այսպես ասած քաղաքապետ կամ ավականի ձևավորելու ֆրակցիաներ ձևավորելու ժամանակ այդ անձնականը մի կողմ թողնենք առաջի խնդիրը եթե տեսնում ենք որ տեսականորեն եւ պրակտիկորեն մենք կարողանում ենք մեր ձայները միավորելով ԿՊ-ին իշխանազրկել դա դարձնենք գերնպատակ գերխնդիր ու հանուն դրա ինչու՞ չէ մի քիչ էլ անձնական ամբիցիաները մի կողմ թողնենք էլի կարծում եմ որ իրականում դանակը ոսկորին է հասել եւ այս անգամ էլ եթե մենք հանկարծ այնպես եղավ որ օրինակ քաղաքացիական պայմանագիրը կարողացավ 50+1 ապահովել օրինակ Գյումրիում ես լուրջ մտածելու տեղիք ունեմ արդյոք ես էլ քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ունեմ կամ արդյոք դա իմ պրիզվանիան է այն առաքինությունն է որով ես պետք է զբաղվեմ որովհետև նախադրյալները կան սոցիոլոգիան հուշում է որ այդ վստահությունը այդ աջակցությունը նրանք չունեն չէ բոլոր նախադրյալներ կան ու հանկարծ նորից կախարդական փայտիկով նրանք իհարկե ես լիահոս եմ որ դա այդպես չի լինելու վստահ եմ որ դա այդպես չի լինելու թույլ տանք որ կեղծիքներով, ճնշումներով, շանտաժներով, քրեական սպառնալիքներով, քրեական վարույթների կեղծիքները եւ սպառնալիքները, այն էլ ընտրակեղծարարությունը դա Նիկոլենց վերջին, այսպես ասած, կաթիլն է համբերության, որ կլցվի ժողովրդային համբերության բաժակում։ Եթե հանկարծ Գյումրիում կամ Փարաքարում իրանք այս ճանապարհը որտեղ գրեցին, իմացեք, այս վերջն է լինելու, այս փոթորկից, այս հրաբուխից նրանք բրծում չեն ունենալու, հաստատ բրծում չեն ունենալու։
լիքը սոցիալական, արտաքին քաղաքական, Արցախի խնդիր, Սոցիալական, ամեն ինչ քաղաքական, տապալել են, բարոյական, մնացել է բոլորը միայն ընտրական մեխանիզմներն էլ պղծեն, որ արդեն բոլոր իրենց բաները ավարտվի, ռեսուրսներ իրենց, ինչ ասեմ, ժամկետ այսպես ասած։ թող փորձեն ու կտեսնեն դրա դառը հետևանքները։ Վստահ եմ, որ Այնպես որ այդպես չի լավ էր ձևակերպել մեկը, Facebook-ում կարդացի, ասում է ոչ թե եկեք Նիկոլին բերողին փնտրենք, այլ տանողին։ Ով է բերել։ ձևակերպումը լավն է, բայց դե ի վերջո մենք ունենք այն ինչ ունենք։ Նորից եմ ասում, ոչ մեկ Մարսից չի գալու։ Ով որ Իհարկե, պետք է այդ հայտը ներկայացնի, ինքը շատ երկար ճանապարհ ունի։ Քիթը քարին քսվելով, կոշիկները մաշեցնելով, պայքարելով, այդ ծանրությունը, դժվարություններ կրելով, այդ կտտանքները իր մաշկի վրա զգալով, հա, ոչ մեկի այրունը կապույտ չի։ Ես այդ եմ ուզում ասեմ, 5 տարի պայքարել ենք, չի ստացվել։ Եթե ինչ որ մեկի մոտ ստացվելու է, թող գա, պայքարի, ապացուցի, որ ինքը իսկապես այդ առաջնորդն է, իհարկե այստեղ արդեն բոլորս էլ բայց դե մեր ժողովուրդն էլ պետք է չսպասի, որ սպիտակ ձիու վրա նստած մի հատ ինչ որ տենց հրեղեն ամենօրյա հետևական աշխատանք, այսինքն եթե դեմ ենք, մեր վերաբերմունքով պետք է արտահայտենք, հա, խոսացողը խոսա, գործանողը գործանի, հա, բոյկոտը բոյկոտին միանան, քաղաքական ընդդիմադիրը այլ ընտրանքներին մենք ուժեղացնենք, որպեսզի կարողանանք իսկապես այս վարակից, որը բոլորիս է վարակել, դուրս գանք։ Որը վտանգավոր տեղ է տանում մեր երկիրը եւ արդեն մենք բոլոր սպառել ենք մեր բոլոր ռեսուրսները այդ առումով։ Ոչ թե ատելությունը մեզ կարողանա առաջնորդել այս սերը եւ Մեր հայրենիքի նկատմամբ։ Իդեպ քանի որ արդեն կանանց միամսյակն է սկսվում, շնորհավորում եմ մեր կանանց աղջիկներին, մայրերին, քույրերին, կանանց միջազգային օրվա կապակցությամբ, այո, մի փոքր սերը կհաղթի ամեն ինչ, Եվ արձանագրենք, որ ունենք։ կանայք մեր հասարակության ամենաակտիվ եւ ամենաառողջ, ամենալավ հատվածն է, որոնք կարող են նաեւ եղանակ փոխել, մթնոլորտ փոխել երկրում։ Փոխել եւ քանակական առումով եւ որակական առումով, այնպես որ այդ սերը թող ուղեկից լինի հավերժ մեր կանանց, մեր աղջիկներին, մեր քույրերին, սեր ընտանիքում, քաղաքականության մեջ, երկրում, երկրագնդում։ Շնորհավոր Մարտիրոս։ Շնորհավոր։ Այսօր այսքանը կհանդիպենք։